Anyone that wants to take the stage and talk about dual loyalty is dead wrong. What this organization represents, what Western civilization represents today, is an understanding that Zionism and Americanism are the front lines of Western civilization and freedom in our world today. Սա պաշտպանության նախարարն է Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը հայտարարում է, որ արևմտյան քաղաքակրթության լիդերները դա սիոնիզմն է եւ ամերիկանիզմը, որոնք նույն մեդալի տարբեր կողմերն են, սիոնիզմը եւ ամերիկանիզմը, եւ դա է արևմտյան քաղաքակրթության եւ ժողովրդավարության մի խոսքով ազատությունների պաշտպանը։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարարն է, Թրամփի։ Եվ մյուսը լսեք։ Keep watching. Zionism and Nazism are two sides of the same coin. Well, they actually did mint a coin. Zionism and Nazism cooperate. Սա ուրիշ կարծիք, արդեն պատմաբաններն են, որ սիոնիզմը, նացիզմը նույն մեդալի հակառակ կողմերն են, եւ նրանք իրենք համագործակցել են պատերազմից առաջ, երկրորդ համաշխարհային։ To get Jews out of Germany because both of them believed that Jews should not be in Germany. That's a matter of historical fact. He said they were supportive. You don't actually. Եվ ասում են իրենք իրար համագործակցել են, որպեսզի գերմանացիներին տեղափոխեն Գերմանիայից Հիտլերի հետ։ Համագործակցություն, եւ սա պատմական փաստ է։ Եվ Հիտլերի, եւ նացիստները, եւ սիոնիստները այն կարծիքին են եղել, որ հрьяաները պիտի չապրեն Գերմանիայում, պետք է գնան Իսրայել։ Եվ այդ հիմա ամեն ինչ բացատրվում է, ինչի էին Հիտլերի այս գազային կամերաները սարքում հрьяաները, ինչ էր Հիտլերի նացիստների ամբողջ պատերազմի մեծ մեքենան, արտադրության մեքենան հովանավորում հրեական բանկեր է JP Morgan-ից սկսած։ Ամեն ինչ գալիս անգնում է տեղը։ Եվ սա պատմական փաստ է։ Վերջում գալու են կանգնենք մի օր ալնելու, երբ որ պատմականորեն հիմնավորեն ու հասկանանք իրականում ինչքան հրեա սպանվել ու ոնց է եղել որ սպանվել են ուխի են դրանք սպանվել։ Օրը գալու է սա էլ լինել, որ 6 միլիարդ չի արդեն վաղուց է պարզ, որ 1 միլիոնից էլ քիչ է, 6 միլիոն չի 1 միլիոնից քիչ է, բայց մեկ այլի մեծ թիվ է ու ես ակնկալում եմ որ դա էլ է շատ իջնելու ու բացատրությունը մի օր լինելու է, թե ինչի հենց դրանց, այլ ոչ թե մնացածներին։ Իսկ սա բանը ոչ ավել ոչ պակաս բանի Հոնդուրասի նախկին պրեզիդենտին, որը բանը նարկոդիլեր էր, Թրամփը ներում է շնորհել, բայց նույն բանի համար ուզում է հարձակվի Վենեսուելայի վրա։ Թրամփը որ նույն ժամանակ ուզում է նաև խաղաղության մրցանակ ստանալ։ Իսկ Եվրոպայի Ուրսուլա ֆոն դեր Լայնը նախագահ պահանջում է Պուտինի նկատմամբ կիրառել կալանք որպես ռազմական հանցագործ։ Ուղղակի ստեղ ուզում եմ հասնել Ուրսուլա ֆոն դեր Լայնին։ Բարի զիոնիստ Ուրսուլա ֆոն դեր Լայնին։ Okay, Պուտինը ռազմական հանցագործ է։ Իսկ ինչու նման պահանջով հանդես չգան նաև ձերբակալել Նետանյահուին, չէ՞ որ նույն դատարանի որոշումով իջնել է ռազմական հանցագործ։ Հա՞։ Ես Պուտինին չէ պաշտպանում, Քավլիցի, բայց հարց եմ տալիս էլի, էս ի՞նչ կրկնակի ստանդարտները։ Չէ՞ հիմա իմ ռուսասեր ընկերները կնեղանան, ասես, ինչի՞ չես պահանջում, որ Նետանյահուն էլ բանալեն, կալանավորել։ Ես հիմա դա իրաց անունից ասում եմ, լավ, ասեք Պուտինը հանցագործա պահանջում է, ճիշտ ես անում, դե նույն դատարանի որոշմամբ Նետանյահուն էլ հանցագործ։ Ինչի՞ չես պաշտպանում, տիկին սիոնիստ։ Տիկին հանցագործ, որը նույնպես ճանաչվել է հանցագործ։ 35 թե 40 միլիարդ եվրոյի միանձնյա պայմանագրի կնքում են ամուսնու հետ գործարքի մեջ մտնելով կովիդի ժամանակ Pfizer-ից կարծեմ այդ բաներ առնելու համար, այդ կովիդի դեմ վակցինաներ առնելու համար, անօրինակը։
ու պարտադրել մնացած երկրներին, որ առնեն։ Այս հոդվածը իր վրա էլ կա։ Հետաքրքիր տեղ է, չէ՞ դարձել Եվրոպան։ Շատ հետաքրքիր, սա չգիտեմ ինչով ավարտվելու։ Բայց լավ հոտ չի գալիս։ Իսկ սա ընդհանրապես վերջն է, նայեք։ U.S. presidency. The Supreme Court has acted and blocked him. The president has erupted in fury. Chaos inside the White House. This is a developing story. Share and comment. This is urgent. The High Court has just issued a historic ruling. The president has lost the power to continue issuing executive orders against the states. The blow. Ինչի մասին է, որ Գերագույն դատարանը վերջնականապես Թրամփին զրկել է որևէ նահանգի նկատմամբ որևէ միջոցառում ձեռք առնելը իր մահակով, հա, National Guard-ով, այդ ուժերով, որոնք ինքը մտցնում էր տարբեր նահանգներ, մասնավորապես Կալիֆոռնիա, որպեսզի դեպարտացիա անեին իբր էմիգրանտներին։ Դա դարձել էր իր մահակը նահանգների, նահանգապետերի վրա։ Ամերիկայի Գերագույն դատարանը ճանաչել է բոլոր գործողությունները անօրինական եւ զրկել է որևէ միջամտությունից իրեն, որևէ նահանգի ներքին գործերի մեջ, մանավանդ այդ National Guard-ով։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան, ինձ այսօր ամբողջ օրը գրում են, թե ինչի ես չեմ խոսում սրա մասին, ինչի ես չեմ անդրադառնում, տեսեք, ինչ հետաքրքիր բան ա եղել, այս ինչ լավ բան ա եղել, այս ինչ լավ բան ա եղել։ Միասնության թևեր եւ Շանթ Դաշինգը քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել։ Շատ հետաքրքիր բան ա եղել, շատ։ Ես միջև էս միասնության մասին խոսալը, ես ընդամենը 2 օր առաջ էր, որ Թաթոյանը, որ ինքը խոսած, որ պետքա Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչյանը վերջապես հեռանան ասպարեզից, որպեսզի Նիկոլը չկարողանա վերարտադրվի, որովհետև ինքը անընդհատ իրանց ֆոնի վրա, իրանց մեղադրելով ինքի ռեյտինգն է բարձրացնում, ես այդ ժամանակ ասացի Թաթոյանը։ Ճիշտ ես ասում։ Բայց դու ինչ ես առաջանում։ Չէ՞ որ դու սենսենես կապված ես եւ քեզ ասոցացնելու են Սերժ Սարգսյանի հետ եւ դու բազմաթիվ հանցագործություններ ունես։ Խորը որ նույն ձև դառնալու է բազարի թեմա։ Եվ այսօր մեր ընկերներից մեկը ոգևորված սանով բացահայտ գրել է, թե իրան ինչի մեջ կարելի է մեղադրել։ Ես ասեցի, ես չասեմ, որպեսզի բանը չընկնի, գլխի չընկնեն այս միջվածքները, բայց փաստորեն քանի որ արդեն գրված է, ես կարող եմ ասել, հա։ Բոլորը լավ հիշում են, թե ինչ ժամանակներ էին, հա, երբ Շանթին անարդար դատում են իսկ այս տղեն, այսօր ձեր սխմողները ինքը այդ ժամանակ մարդու իրավունքների պաշտպանն էր։ Հայ Կուրեղանում Գյուլերյանին է դատանի առաջ կատարած բանի, հա, ակցիայի համար, որ դատում էին, էլի Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանն էր, հա։ Սասնա ժամանակ, հացբերողին սպանելու ժամանակի վերջո, Թաթոյան։ Հիմա մարդիկ արդեն գրում են։ Եվ ես հարց եմ տալի ուղղակի։ Ես չեմ ասում այդ ընտրություններ կեղծել, մեղծել, ընտրություններ կեղծելուց հետո մարդկանց անօրինական ձերբակալել եւ այլն եւ այլն։ Հիմա դու լուրջ մտածում ես, որ այս նույն բանը քո դեմ չեն օգտագործելու։ Փաստորեն ես հենց եմ հասկանում, որ արդեն ընտրությունների արդյունքը որոշել են sense Նիկոլը մնում է մի մաս Սերժ Սարգսյանին ուղղակի էլի թողել են պարլամենտում, բայց ուղղակի ներկայացական դեմքն է փոխվելու հիմա։ Հիմա Սերժ Սարգսյանին ներկայացնելու է Արման Թաթոյանը, բայց այս անգամ ոչ թե մենակ Շանթ Դաշինքի հետ։ Ես հենց եմ հասկանում։ Որովհետև ունենալ ես անցյալը ու մտածել, որ այս ընտրությունների ժամանակ, դեբատների ժամանակ ճակատի չեն տասեն, դու ես նախկին, դու նախկին ես։ Ես ասի չասեմ, վերցեցին գրեցին։ Չնայած միամիտ կարելի է պատկերացնել, որ իրանք չգիտեին սա մասին կամ չէին հիշում։ Բայց ես sense ասում եմ գոնե ինձանից դուրս չգա, էլի այս ամեն ինչը, բայց որ ինձանից արդեն դուրս եկել ես, ես կարող եմ դիմաց մասին խոսել։ Բոլոր իմ ընկերներին, որոնք դե որ Շանթն է հետը ուրեմն հարց չկա, ոչ, այդպես չի։ Այդպես չի։ Որովհետև սա դաշինք է։ Այ Շանթը մենակ լիներ, կասեի հա։ Սա դաշինք է, եթե դաշինքից մեկը խոցելի է,
Խոսել է ուրեմն ամբողջ դաշինքը։ Ես դե ուրախանալու շատ քիչ բան եմ տեսնում։ Ես չեմ մեղադրում Շանթին սենց, Սերժի հետ համագործակցության մեջ։ Ես դա մասին բան չեմ ասում։ Բայց եթե դու գնում եք դաշինք մեկի հետ, որը ոտից գլուխ խոցելի է, հենց այս նույն բաների համար։ Անդորում նաև ձեր մասով։ Չէ՞ որ դուք եք եղել իր զոհերը նաև։ Ինքեր Շանթ եւ Շանթ դաշինք։ Չգիտեմ քանի հոգու համար ասա ոգևորիչ փաստ, բայց ես տեսնում եմ արդեն ապագա պարլամենտում Սերժ Սարգսյանին այսօրվա դաշինքը, այսօր ով է ներկայացնում Սերժ Սարգսյանին, բանը ներկայացվել է Սերժին էլի պարլամենտում այս ձևաչափի մեջ։ Որովհետև նշ չի լինելու, որ Սերժ Սարգսյանը գնալու է։ Չի գնալու ոչ միտեղ։ Ուր պիտի գնա Հայաստանից, հենց հանկարծ գնաց, հանկարծ փոխվեց մի բան, իրենք դառնալու են բանկրոտ եւ կանանավոր։ Որպեսզի դա իբեք չլինի, Սերժ Սարգսյանը տարբեր դեմքերով, չնայած եթե մի քիչ խելք ունենար, Արման Թաթոյանի դեմքով չէր գնա, որովհետեւ այս հոդվածները որ գնաց, այս հիշեցնում են։ Ասում սրանք էլի նույնն ալնելու, ներկա նախքին, հանցագործը դու ես, կառուպցիաները դու ես, Արցախը դու հանձնեցիր, նույն պատմությունից լսել ենք 7 տարի, շարունակելու ենք լսել։ Լավ։ Եվ ամենավերջում ուզում եմ այս պատմության մասին ձեզ ասել, մտածենք։ Миллиардером. Родился в Сочи. В армянской семье он отказался от своей фамилии и стал миллиардером. Родился в Сочи. В армянской семье с фамилией Арутюнян. Но в 90-е понял, в России того времени ему точно не достигнуть успехов. Сам отказался от корней и стал Сергеем Галицким, взяв фамилию жены по совету зятя. Он Խոսքով սա Սերգեյ Գալիսկիի մասին է խոսքը, մեծ սփյուռքահայ բարեկամների համար են բացատրում, որը միլիարդատեր է, այսօր ռեալ ինքը հանցագործ չի միլիարդատեր է, բայց ժամանակին փոխել ազգանունը վերցել է կնոջ ազգանունը, կնոջ եղբոր խորհրդով, որպեսզի կարողանա միլիարդատեր դառնալ Ռուսաստանում։ Он продал все, что было. Взял кредит под залог квартиры и 5 марта 1994 года открыл свой первый магнит в подвале около своего. Եվ 94 թվականից մանա տունը վայր դնելով, գրապ дնելով վարկավերսի բացել է առաջի խանութը, ինքը լինելով եւ իր հաշապահ, եւ իր բանվորը, եւ ամեն ինչը։ Дома. Сам таскал коробки, сам вел бухучет. Вместо Москвы сфокусировался на регионы. Там меньше конкурентов, но такой же мощный спрос на дешевые товары. Первым в России создал собственную логистическую сеть с 5000 фур. Так Եվ ասում է առաջիններ, որ 5000 ֆուրով սարքեց իր բանը логистик центр. 5000 фур. Дешевле и стабильнее доставлять товар до покупателей. Через 15 лет «Магнит» стал самой быстрорастущей частной сетью в истории России с открытыми 32 тысячами магазинов. Եվ 15 տարվա մեջ 32000 խանութ է կարողանում բացվի։ Ամենամեծ խանութների ցանցն է դառնում Ռուսաստանում։ 32000 խանութ 15 տարվա։ На пике Галицкий вышел на лондонскую биржу, где западные инвесторы оценили «Магнит» в рекордные для России $3,5 миллиарда. Եվ լոնդոնյան բիրժայում իր ֆիրման գնացվել է 3.5 միլիարդ դոլար։ Но вдруг тяжелый разворот. Он продает «Магнит» за $138 миллиардов. Եվ մի օր վերցում 138 միլիարդ դոլարը վաճառում է, ես չգիտեմ ոնց կարող է լինել 3.5 միլիարդ, կարող է թիվն է սխալ, կարող 138 միլիոնով է վաճառել։ Մարդ չի, ոնց կարող է 2.5 միլիարդանոց ֆիրման ինքը վաճառի 138 միլիարդով։ Ասենք 138 միլիոնը, կարող է թիվն է սխալ ասում, բայց սա չի կարևորը, գնանք առաջ։ Никого не предупредив об этом. Лечится от рака и на свои деньги строит футбольный клуб, академию и парк. Все. Բուժվում է Քարսկերից հիվանդալինում եւ իր փողելով սարքում է SIG-ին, ակադեմիական այգին եւ ֆուտբոլի թիմը ստեղծում։ Как мечтал в детстве. Уже в Որի մասին երազած ալինում փոքր ժամանակից։ Եվ 25 թվականին 25 году на արդեն наших глазах его футбольный клуб «Краснодар», в который он до этого вложил $1 миллиард, впервые становится чемпионом России. Но եւ իր թիմը, որի վրա 1 միլիարդ դոլար ծախսել, դառնում է Ռուսաստանի չեմպիոն։ Իր թիմը։ что самое интересное, победный матч проходит на стадионе в парке Галицкого. Եվ ամենակարևորը որ հետաքրքիր է որ հաղթական խաղը եղել է հենց իր ստադիոնում
Գալիցկի ստադիոնում։ парке, который сразу после открытия стал национальной гордостью страны. Որը ասում է Ռուսաստանի բանը ազգային Его հպարտությունն է։ легендарную победу обсуждает вся страна, но Галицкий, как всегда, молчит. Он доказал, что в России можно не украсть, а создать. Это Եվ ասում ենք ապացուցեց Ռուսաստան կարելի է չգողանալ եւ пример ստեղծել։ идеального русского, того, кем можно Եվ ասում ենք իդեալական ռուսի կերպարը։ гордиться и у кого нужно учиться, если тоже хочешь сделать на своей родине что-то по-настоящему великое. Եվ ումից է պետք ստորը իսկական ռուս, իդեալական ռուսի լավ կերպարը։ Հայ է։ Հայ։ Գիտեք սա ինչ եմ ցույց տալի։ Գիտեք ինչքան sense հայ ունենք։ Կամ նույնիսկ ոչ էս մակարդակի։ Բայց էս որակի։ Պատկերացեք, եթե մենք մի օր իրոք պետություն ունենանք, պետություն, սեփական պետություն։ Եվ այդ պետության ղեկավարը կարողանա ուղղակի այս մարդկանց հետ մարդկային կոնտակտ ունենալ, մարդկային։ Ասեն Սամվել Կարապետյանի նման մեկի ոչ թե ձերբակալի, ասի Գալիցկի ջան, կամ Սամվել Կարապետյան, կամ ուրիշ, հա, էլի այնքան միլիարդատեր ու միլիոնատեր ունենք, որ մենք իրաց անունները չգնան, չգիտենք։ Հավաքի բոլորի միտեղ։ Այն կերական։ Գարեջրի շուրջ, Բաղդադի չի, չգիտեմ ես, Գարեջրի շուրջ։ Մի հատ հարց տա, մի հատ։ Ասի տղեկ ջան, Հայաստանը ձեր համար ինչ է պետք անի։ Ոչ թե դուք Հայաստանի։ Դուք բոլորդ, բոլոր միլիոնատեր, միլիարդատերներ, դուք այս երկրի զավակներն եք։ Եվ սա ձեր երկիրն է։ Ինձ ասեք, ես էլ որպես այս երկրի ներկայացուցիչ, ժամանակավոր ղեկավար մենեջեր։ Ես ինչ անեմ ձեզ համար, որպես երկրի ղեկավար, որ դուք ձեզ զգաք այս երկրի մեկ մասը։ Մի մասը։ Հոգեբանորեն ես ձեզանից փող չեմ ուզում, չեմ ասում ներդրում արեք, օգնեք, չէ։ Ես ձեր համար որպես երկրի ներկայացուցիչ ինչ անեմ։ Հարցը տա, բաժակի խփրեն, ասի գնա մտածի, ամեն։ Դուք հասկանում եք մեկ տարվա մեջ ինչ կկատարվի Հայաստանի հետ։ Ու այս զգացողությունը այդ երկրի տերը տա բոլոր հայերին աշխարհով սփռված, կարևոր չի ով ինչքան ունի, բայց ամեն մի հայ աշխարհի որտեղում էլ ապրի ինքը իմանա, որ ինքը երկիր ունի, այդ երկիրը իր համար ինչ որ բան ուզում անի, ուզում, պարտադի չի անի, բայց ուզում անի, եւ ինքը իմանա, որ եթե հանկարծ ինքը ները լինի, կարա զանգի հյուպատոսարան կամ դեսպանատուն ասի, ես հայ եմ, եւ ես օգնության կարիք ունեմ։ Ես ես վստահեցնում եմ, դրսում ապրող հայերի երևի 1-2% է դրա օգնության կարիք ունենա թե չունենա։ Բայց դիմացը այնքան բան կարա ինքը ստանա, որ դա նույնիսկ պատկերացնելու չի։ Այս սանից են ամենաշատ վախենում, մեր թշնամիները դրա համար առաջին ուզում են քանդած լինեն, եկեղեցին սփյուռքի հետ միասին, սս կտրտեն, փոշիացնեն, որ հանկարծ չգա մի օր, որ Հայաստան ունենա այն ղեկավարը, որ ասի տղեկ, հարազատներս, սիրում եք ինչ չեք սիրում, ընտրել եք, չեք ընտրել, կարևոր չի, ես Հայաստանի վարչապետը կամ նախագահն եմ, դուք ինձ ասեք, ձեզ ինչով օգնեմ, ինձ սիրողներին, չսիրողներին, ընտրածներին, չընտրածներին, որտեղ ես ձեր բոլորինն եմ, ձեզ ինչով օգնեմ, բիզնեսով է պետք օգնեմ, կապերով է պետք օգնեմ, զանգեմ Մակրոնին, չգիտեմ, WhatsApp-ի համարներն ունեմ, ասենք, հա, բանի, այդ կյաժոյի, զանգեմ Թրամփին կամ ինչ է պետք անեմ, ոնց օգնեմ ձեզ։ Պատկերացնում եք իդեալական երկիր կդառնա Հայաստանը։ Բայց մեր թշնամին ամեն ինչ անել է, որ դա երբեք չլինի, որ հայ լինի, թշնամի ու հայը երբեք ազգային կառավարություն չունենա, որ հանկարծ մտքով չանցնի, որ կարելի է սենց բան անել։ Գտնել մեկին այս տականքի նման, որը այս նկարագիրը, որ դուք կարդացիք, ցանկացած արտասահմանյան հատուկ գործակալության համար ռազմետքի համար, սրանք նվեր են, այս տեսակի տականքը նվեր է, նվեր։ Ոչ մի դիմադրություն չկա դրան վերբով կանելու համար, զրո դիմադրություն։
ամեն ինչի պատրաստել են։ Ներատես մեկին, բերել դնել, որ երկիրը ավիդի, որ քաղաքը, Երևան քաղաքը դառնա ապրելու ոչ պիտանի, իսկ սահմանամերձ գյուղերը մնան առանց դպրոց ու դատարկվեն։ Իսկ էկոլոգիան դառնա ամուր սար։ Ջերմուկը աշխարհի ամենակատարյալ առողջավայրը դառնա թունավոր գոտի։ Եվ այդ թույնը սպանի ամբողջ Հայաստան։ Սա այն է, ինչ որ հիմա մեր հետ անում են։ Թողելու ենք մենք։ Ես կարծում եմ մենք պետք է ամեն ինչ անենք էդի կասեցնելու։ Որպեսզի մի օր գալիցքի նման տղեկը գալու տեղ ունենան։ Գլուխը դնելու տեղ ունենան։ Որովհետև Արամ Խաչատրյանը ամեն ինչ ուներ Մոսկվայում, բայց ասաց ինձ թաղեք Երևանում էլ։ Իմ Երևանա։ Երևանում չէր ծնվել ինքը։ Ծնվել է Թիֆլիսում։ Որ Բաբաջանյանը ամեն ինչ ուներ Մոսկվայում։ Ամեն ինչ, բայց թաղեք ինձ Երևանում։ Այսօրվա համար այսքան է։ Լավ մնացեք։